Ողջույն, սիրելի ժողովուրդ։ Ինչու ենք մենք այստեղ։ Ժողովուրդ, խնդիրը շատ պարզ է։ Մենք այստեղ ենք բարձրացնելու մեր ձայնը հանուն արդարության, հանուն մեր ինքնության, հանուն մեր ազգային արժեքների։ Անթույլատրելի է մեր երկրում ունենալ անարդար կալանավորված մեծագույն ազգային բարերար, հազարամյա պատմություն ունեցող հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրեր, հայրենակիցներ, որոնք անարդար բանտարկված են իրենց ազատ խոսքի համար։ Սիրելի հայրենակիցներ, նախ եւ առաջ ցանկանում եմ խոսքս ուղղել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր ի պաշտոնե մարդկանց ճակատագրերի վրա ազդելու որոշումներ կայացնելու իրավունք ունեն։ Հիշեք մի կարևոր բան, պաշտոնը ունի շատ նուրբ հատկություն, դա անցյալ դառնալու հատկությունն է։ Բոլորիս հետաքրքիր է, երբ այդ պաշտոնները դառնան անցյալ եւ ինքներդ ձեզ հետ խոսեք, ինչ եք խոսելու ինքներդ ձեզ հետ։ Այստեղ կարևոր է մի շատ կարևոր բան ֆիքսել, որպես բարի խորհուրդ։ Ինչ ունի սկիզբ, այն ունի նաև տրամաբանական ավարտ։ Որոշումներն այսօր են, հետևանքները լինելու են վաղը։ Ստապվեք։ Հաջորդ կարևոր հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա հետևյալն է։ Ժամանակակից աշխարհում, ինչպես ցույց է տալիս փորձը, կապիտալը հոսում է հիմնականում հարուստ երկրներ։ Իսկ բոլոր մնացած երկրները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, նախ եւ առաջ կարող են հույսը դնել ներքին ներդրումների վրա։ Եվ այստեղ է, որ մենք պետք է փառք տանք Աստծուն, որ ունենք Սամվել Կարապետյան ազգային բարերար եւ նմանատիպ ազգի զավակներ։ Նորմալ երկրներում նման մարդկանց պահում փայփայում են աչքի լույսի նման, բայց թե ինչ է կատարվում մեր մոտ, տեսնում եք բոլորդ։ Հարգելի հայրենակիցներ, ի տարբերություն շատ քաղաքական միավորների, տարբեր շարժումների, մենք ունենք մեկ հիմնական առավելություն։ Մենք չենք հայոյում, մենք չենք տարածում ատելություն, մենք չենք խոսում ուրիշի արած կամ չարածի մասին։ Մեր հիմնական առաքելությունը մենք տեսնում ենք նրա մեջ, թե ինչ ենք մենք անելու, ինչպես ենք մենք տեսնում երկրի զարգացումը։ Իսկ երկրի զարգացումը մենք տեսնում ենք հզոր տնտեսություն ունենալու մեջ, որը կապահովի բարեկեցիկ աշխատանքով մեր հայրենակիցներին։ Մենք գտնում ենք, որ պետք է կանգնած լինենք փոքր եւ միջին բիզնեսի կողքին։ Սա շատ կարեւոր է։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Ընդամենը 2 թիվ եմ ուզում բերել առանց ձեզ ծանրաբեռնելու։ Ընդհանուր առմամբ նախորդ տարվա տվյալներով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտները կազմել են մոտավորապես մի փոքր ավել, մի փոքր պակաս 6.5 միլիարդ դոլար։ Այդ մուտքերի մեջ չնչին տոկոս են կազմում փոքր եւ միջին բիզնեսի կողմից վճարված հարկերը, որը օվկիանոսի մեջ մի կաթիլ է ընդամենը, 150 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Ինչ է արել մեր կառավարությունը։ Կրկնապատկել է այդ փոքր եւ միջին բիզնեսի հարկերը, որի արդյունքում դրա տակ կան հազարավոր մարդիկ, փակվել են 2000-ից ավել ընկերություններ, եւ այդ մարդիկ հանդիսանում են պոտենցիալ արտագաղթողներ։ Մենք պետք է կանգնենք փոքր եւ միջին բիզնեսի կողքին։ Հաջորդը, մենք անթույլատրելի ենք համարում քրեական գործերի հարուցումը տնտեսվարողների նկատմամբ։ Մենք գտնում ենք, որ պետք է Հայաստանը ունենա արդար կենսաթոշակային համակարգ։ Հայաստանը պետք է ունենա այնպիսի առողջ հասարակություն, որը կապրի անվտանգ միջավայրում, կունենա խոսքի ազատություն եւ կլինի արժանապատիվ։ Ժողովուրդ ջան, վստահ եմ, որ այն ինչի մասին ես խոսեցի, անպայման մենք հասնելու ենք դրան մեր ձևով, մեր հզոր կամքով, մեր նվիրյալներով եւ մեր առողջ գաղափարներով։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, որ ունենք այսքան նվիրյալներ, գաղափարակից ընկերներ, առողջ գաղափարներով, ողջախոհ եւ մեկ անգամ եւս օգտվելով առիթից, եկեք սատարենք մեր բոլոր քաղաքբանտարկյալներին։
Ազատություն, ազատություն, ազատություն։